Համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ես առիթից պիտի օգտվեմ ու փորձելով զերծ մնալ իշխող ուժի հետ որևէ բանավեճից, լեզվակռվից ներկայացնել մեր մոտեցումները, որոնք իրականում 180 աստիճան հակառակ են այն ամենին, ինչ ձեզ առաջարկել է իշխող ուժը։ Ու փորձել եմ հենց ներկայացնել այն այլընտրանքը, որը դուք իսկապես ունեք, չնայած ինչքան էլ ներկայացվում է, որ այդ այլընտրանքը գոյություն չունի։ Այս դահլիճում մի քանի ելույթ առաջ ընդամենը 10 րոպե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից հիմնավորվեց, որ Հայաստանին անհրաժեշտ չէ, ավելին վտանգավոր է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Ես ուզում եմ սա ուղղակի արձանագրենք, հիմա պարոն Ռուբինյան, խնդրում եմ ապահովել, որպեսզի պարոն Եղոյանը ինձ երբեք չխանգարի։ Հիմա որն է եւ այստեղից հարց է առաջանում։ Համարենք հարցը օբյեկտիվ եւ իսկապես քննարկենք այս հարցը։ 21-րդ դար 2026 թվական ինչու է Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Արդյոք սա միայն պատմական հիշողության, պատմական արդարության հարց է, արդյոք ուղղակի որովհետեւ մենք ունենք բարեկամներ ու հարազատներ, կուրորեն ատում ենք Թուրքիային, ուզում ենք, որ ցեղասպանությունը պատժվի, դրա համար ցեղասպանությունը ճանաչվի, դրա համար էլ հետապնդում ենք դա։ Ոչ, այս պնդումներից որևէ մեկը ճիշտ չէ։ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը առաջին հերթին 2026 թվականին ոչ թե պատմական արդարության վերականգնման գործընթաց է, այն առաջին հերթին հարկավոր է ոչ թե ցեղասպանության զոհերի ժառանգներին, այլ հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, այն Հայաստանի Հանրապետության անվտանգային բաղադրիչներից մեկն է։ Ու որպես ապացույց ես ուզում եմ մեջբերել խոսքը, որ այստեղից հնչեց։ Պատգամավորը, որ խոսում էր այդ մասին, ասում է, եկեք ճիշտը ասենք, ցեղասպանության միջազգային ճանաչումը ամենաարդյունավետ գործիքը չի այն նոր ցեղասպանությունները կանխարգելելու։ Պատգամավորը չի ասում այն գործիք չի, որովհետև ինքն էլ գիտի այդպիսի հայտարարությունը ինչպիսի խայտառակ արձագանք կարող է լինել։ Իրականությունը այնն է, որ այո, ցեղասպանության միջազգային ճանաչումը, ցեղասպանությունների ճանաչումը կանխարգելիչ գործոն է նոր ցեղասպանությունների համար։ Միակը չէ, բայց կանխարգելի չէ։ Կուզեք ավելի ուղիղ բառով, զսպող է։ Ինչու ենք մենք ուզում, որ աշխարհը ճանաչի, ու մի օր Թուրքիան էլ ճանաչի, որպեսզի ավելի զսպված լինի նոր ցեղասպանություն իրագործելիս։ Դա միայն չի երաշխավորելու, որ Թուրքիան ցեղասպանություն չի իրագործի, բայց դա կարող է օգնել, որ Թուրքիան էլի նույն իր կետին չգա։ Ասում է ինչ կտա մեզ, եթե աշխարհի 198 երկրներ ճանաչեն ցեղասպանությունը։ Արդյոք դա երաշխիք է, որ էլ մեզ երբեք չեն ցեղասպանի։ Ոչ, բայց դա կարող է զսպող գործիքներից մեկը լինել։ Դա կարող է համագործակցության դաշտը լինել։ Դա կարող է պատժելու, եթե հանցագործությունը կրկնվի, արդեն արված աշխատանքը լինել։ Ուրեմն ոչ միայն պատմական արդարության վերականգնման, ոչ թե ինչ որ վրեժից ելնելով, որը վրեժի հարց չէ, ռացիոնալության հարց է, այլ Հայաստանի Հանրապետության անվտանգության, հայ ժողովրդի անվտանգության համար է, որ այն կառույցները, որոնք որ հետապնդում են, այն ուժերը, որոնք որ հետապնդում են ցեղասպանության միջազգային ճանաչումը, որպես զսպող գործիք Թուրքիայի համար, որպես կանխարգելում նոր ցեղասպանությունների։ Այստեղից զարմանքով ասում են, Հայաստանը երբ որ անկախ պետություն չուներ, պատկերացնում եք, առանց մեզ էլ ճանաչել են ցեղասպանությունը։ Բայց ես հարց չեք տալ, այդ ոնց ա եղել, որ ճանաչել են։ Ուրուգվայը մի օր արթնացել է, ասել է, արի ճանաչեմ այս ցեղասպանությունը, որովհետև գործել է հայ դատի ցանց, որը հետապնդել է այդ նպատակը։ Ու գործում անկախ ձեր կամքից ճիշտ եք ասում, որ անկախ նրանից հայոց պետականությունը այդ պայն առաջնահերթություն համարելա թե չէ, կա միակ ցանց, որը հետապնդում է մեր շահերը։ Հիմա այստեղ հարց է առաջանում, այդ ցանցի դեմ դուք ինչի եք պայքարում։ Իրան ինչի եք թիրախավորում։ Թուրքիան հասկացանք, դուք ինչի եք անում։ Ինչ խնդիր ունեք։ Ոչ, մենք չենք պնդում, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պիտի լինի Հայաստանի թիվ 1 առաջնային օրակարգ, այդպիսի պնդում ոչ ոք չի արել։ Մենք պնդում ենք, որ այս ամբիոնից տենց ելույթներ պիտի չեն։ Մենք պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիր պիտի չունենա, երբ որևէ երկիր ճանաչում է հայոց ցեղասպանությունը։
Մենք չենք հասկանում, ինչ է նշանակում հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար մեզ հաշիվ են ներկայացրել։ Այդ ինչ հաշիվ եք փակել։ ԱՄՆ-ն, որ ձեր օրոք ճանաչել է հայոց ցեղասպանությունը, ինչ հաշիվ եք փակել։ Ձեր ինձ հաշիվ չեն ներկայացրել։ Ձեր գործընկերային հարաբերությունները նենց են, որ դուք չեք կարողանում համ ցեղասպան մի քանի նպատակ հետապնդել։ Մենք այդպես չենք պատկերացնում գործընկերային հարաբերությունները։ Հաջորդը անկյունակարային տարբերությունը, որը կա գործող ուժի եւ մեր միջև։ Սպառնալիքի հարցը։ Այս առաջին նիստերին քննարկվեց։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք ֆիքսել Հայաստանի Հանրապետությանը սպառնալիք ներկայացնող սուբյեկտներին միջազգային հարաբերությունների։ Մեր համար դա Թուրքիայի պետական քաղաքականությունն է, Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Մենք ուղիղ, առանց որևէ կաշկանդման ասում ենք, որ այլ միջազգային հարաբերությունների սուբյեկտի պետական քաղաքականություն մեր համար սպառնալիք չի ներկայացնում։ Մենք ավելի առաջել ենք գնում, ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության ռեսուրսները պիտի ուղղվեն այս սպառնալիքին դիմագրավելու։ Մի քայլ էլ դրանից առաջ Հայաստանը ռեսուրս չունի որևէ գերտերության, մեկ այլ գերտերության դեմ գործիքը դառնալու։ Եթե Ռուսաստանը ուզի, որ մենք ԱՄՆ դեմ գործիք դառնանք, մենք դա պիտի չանենք, մենք դրա ռեսուրսը չունենք։ Եթե այլ աշխարհաքաղաքական կենտրոն ուզում է, որ մենք Ռուսաստանի դեմ գործիք դառնանք, մենք դա պիտի չանենք, մենք դրա ռեսուրսը չունենք։ Մեր ռեսուրսները հազիվ կարող են հերիքել մեր սպառնալիքներին դիմագրավելուն։ Հիմա ո՞րն է խնդիրը։ Արդյոք եթե ֆիքսում է սպառնալիքը, չպետք է բանակցես սպառնալիք ներկայացնող պետությունների ներկայացուցիչների հետ։ Ոչ, հակառակը, պետք է բանակցել։ Բանակցելը Ադրբեջանի հետ, բանակցելը Թուրքիայի հետ, երբեք մեր համար խնդիր չի եղել։ Մեզ համար խնդիր է եղել եւ շարունակում է խնդիր մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարելը հերթով։ Ոչ թե ուղղակի բավարարելը, այլեն մտածողությունը, որ ագրեսորի պահանջները բավարարելը կարող է բերել պահանջների ավարտին։ Մենք ասում ենք հակառակը, պահանջները բավարարելը բերում է ախորժակի մեծացման։ Եվ կրկնում ենք, դուք պատմության մեջ չեք կարող մեզ ցույց տալ դեպք, որտեղ ագրեսորին հնարավոր է եղել զսպել կամ դիմագրավել իր պահանջները կատարելով։ Մենք կտրականապես, գաղափարապես դեմ ենք ագրեսորի, սպառնալիքի ներկայացրած պահանջները գաղափարականացնելուն, դրանք հիմնավորելուն, փաթեթավորելուն, դրանց փաստաբանությունը անելուն։ Մենք ասում ենք ուղիղ պետք է նայել ու ֆիքսել սպառնալիքները, հետո մտածել եղանակներ դրանց դիմագրավելու մասին։ Այս ռեսուրսներով, այո, պարտված երկրում, որոնք կարող են լինել մեր հնարավորությունները, ինչ ռեսուրսներ ունենք։ Մենք չենք կարծում, որ օրինակ Ադրբեջանի սպառնալիքին այստեղ ադրբեջանցիներ բնակեցնել հնարավոր է դիմագրավել այդ սպառնալիքը անտեսելով։ Այո, ճիշտ են բոլորը, կոչ եմ անում բոլորիս, մեր բոլոր գործընկերներին, չասել նախադասություն Հայաստանի Հանրապետությունում պիտի վերադառնան 300,000 ադրբեջանցիներ կամ չասել վերադառնալ բառը, որովհետև այստեղ չեն ապրել այդքան թվով ադրբեջանցիներ, եւ չասել թիվ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ընդունակ է այնպիսի միջավայր ստեղծել, որ 288,000 ադրբեջանցի այստեղ կապրի, բայց կասի, բա ասում եք 300,000, ուր է։ Խնդիրը դա չի, խնդիրը այն է, որ մենք չենք կարող չնկատել, որ Ադրբեջանը պետական քաղաքականություն է վարում եւ առաջնային նպատակներից մեկը ունի արտաքին քաղաքական Հայաստանում բնակեցնել ադրբեջանցիների։ Ինչ թվով կլինի, դա չի խնդիրը, թիվը չի իրենց խնդիրը մեր ներքին գործերին միջամտության անսահման գործիքակազմ ունենալն է։ Ոնց պիտի դիմագրավենք սրան։ Նիկոլ Փաշինյանի առաջարկը մեզ ու այստեղ այդ գաղափարականացումը ադրբեջանական պահանջների։ Դուք խոսում եք Արցախահայերի վերադարձի իրավունքից, դրա համար էլ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների այստեղ բնակեցումից։ Սխալ եք ասում, նախ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով չի խոսում, հրաժարվել է Արցախահայերի վերադարձի իրավունքից խոսելուց, ու դա Ադրբեջանի ոչ մի պահանջ չի պակասեցրել։ Բայց ինչպես կարելի է, ինչպես հայկական շահերը պաշտպանող որևէ պետություն կդիմագրավեր այս սպառնալիքին։ Արտաքին գործերի նախարարությունը զբաղուց արդեն զբաղված կլիներ Բաքվում, Սումգայիթում, ադրբեջանական մյուս քաղաքներում ապրած հայերի իրավունքների պաշտպանության փաթեթներ կազմելով, որոնք ջարդերի հետևանքով են լքել Ադրբեջանը եւ այս երկու օրակարգերը իրար հակադրելով։ Միևնույն ժամանակ, այո, պաշտպանելով պետական եւ ոչ պետական ինստիտուտներով Արցախահայերի վերադարձի իրավունքը։
Մեզ ասում են, ես ֆրակցիայի անունից եմ խոսելու ժամանակ։ Հավելացրեք 10 րոպե։ Մեզ ասում են,